Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության տարբեր բնակիչների բարեգործության անվան տակ ուժեղ Հայաստան կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։ Ասիմոն Նիկոլաևիչ։ Հարաշոտովնա, ես նոր մտածեցի։ Այն տելևիզորը ունել ինչ անում, դրա տեղը փող կարած փողով օգնել։ Ոնց վայրացին կարան, ինչ անում։ Հա, դրա տեղը փողով, ինքը տելևիզորն ինչ անում, տունը կա։ Հիմա այս ֆայն ինքը դրա կարիք շատ ունի։ Հա, ենքան ուրախանավոր։ Դեսո, բայց Սիմոն Նիկոլաևիչ, քասի հանկարծ։ Դե լավ, չէ, ոչ մեկը, երեքշաբթի օրը ուրեմն հանդիպենք։ Вам спасибо. Сейчас что-то могу вам сделать, что-то приятное? Ничего пока не нужно. То, что нужно было, если он принес. Ես կարի ֆաբրիկա ունեմ Մարգարովիտում։ Ուզում ձեզ հետ խորհրդակցեմ։ Մի 200 աշխատատեղով ֆաբրիկա ունեմ բոլոր բաներով։ Մեքենաներով։ Ինձ զակազա պետք է շուկա։ Զակազա պետք։ Այո, զակազ լինի, ասենք։ Եկեք սենց անենք Գագիկ ջան, ես ձեր կոնտակտը փոխանցեմ իմ աշխատակցին, ով զբաղվում է այդ թեմայով։ Ինքը զանգահարի, ամեն ինչը գնահատենք, հնարավորությունները հասկանանք, եթե պետք է գանք տեղում տեսնենք ու սկսենք համագործակցել։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է զերծ մնալ բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու հանցավոր վարքագծից, իսկ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել ընտրական հանցագործությունների կամ դրանց հետ առնչվող կասկածելի գործողությունների մեջ ներգրավվելուց։